Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ամեն ինչ կարում ենք հայտնաբերենք, բացի մեր ցանկալի նպատակից։ Այն ինչը որ գետը հետը բերել է, հագուստներ, չգիտեմ, կոշիկներ, շշեր, մի խոսքով ամեն ինչ տեսանելի է, բայց շատ քիչ է տեսանելիությունը, հաշվի առնելով որ այս տվյալ լիճը շատ պղտոր է հատակը, տեսանելիությունը կազմում է մոտավորապես այս պահին 20-ից 50 սանտիմետր, այսինքն մեր ստորջրյա տեսախցիկը ինչը որ ֆիքսում է, այդ շարավիղով է կարողանում ֆիքսել։ Սարքը հետ կապված, սարքը հետ ներկայացնեմ, ինքը բավականին բազմաֆունկցիոնալ սարք է, Romaker ֆիրմայի, ինքը նախատեսված է մինչև 400 մետր խորությունների համար, ինքնակառավարվող է, այսինքն հեռակառավարվող է, հեռակառավարման վահանակի միջոցով են կառավարում, ինքը իր վերցրած ինֆորմացիան, տեղեկատվությունը ինչը որ վերցնում է ստորջրյա տարածքներից, փոխանցում է համակարգչին, որ մենք հնարավորություն ենք ունենում եւ վիդեո եղանակով ձայնագրել եւ ֆոտոնկարներ իրականացնել։ Հիմնականում այդքան է սարքի մասին կարող եմ ասել։ Մնաց կանգ մոտենանք, նայենք սարքին։ Merci շատ։ Շուշիկ։ Կարող պետք է կամերային մի հատ։ Ես ձայնագրած վիդեոները կարող եմ ցուցադրել։ Այս հատակն է, տիղմը, ուղղակի մի քիչ զուտ մասնագիտականը պետք է ուշադիր լինել, որ կարողանանք պատկերները տարանջատել, հիմա կպարզ։ Ավելի լուսավոր չի, հնարավոր չի, չէ՞։ Կա, կադրեր կա, այս մուտքային, ընդդեմ եք այս հատակն է։ Եթե տեսանելի չի, տեղադրենք արկղի մեջ, ուղղակի արևի լույսն էլ է խանգարում։ Մի վայրկյան մի հատ փոխեմ, Ավելի պարզ կադրեր ցուցադրեմ։ Բան Հակոբյան, ինչ է ցույց տալիս ձեր փորձը 12 օրը բավարար ժամանակ է երեխային այստեղ հայտնաբերելու համար արդյոք արդեն պետք է բարձրացած շնորհի։ Ես հարցնում եմ, որովհետև հարազատների մոտ դեռ հույս կա, որ երեխան այնուամենայնիվ գետում չէ եւ ողջ է։ Գիտեք ինչ, քանի որ մենք տեղեկատվություն չունենք հստակ, որ տարածքում կարող է լինել, ամենահավանական տարբերակն ենք մենք դիտարկել, որ հնարավոր է, ենթադրաբար առաջի հավանական տարբերակը, որ հնարավոր է, որ գետը ընկած լինի, դրա համար ուժերի մեծ մասը կենտրոնացնում ենք ջրային տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ այդ 10-12 օր կոչվածը, եթե ինչ-որ արգելքների, խոչընդոտների հանդիպած լինի, այդ մոտակա օրերին, այդ մոտավորապես 10-12 կամ 15 օրվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, որ վերլուծում ենք հետ նման փորձը, պետք է արդեն երևա։ Իսկ այդ ուշ ու շուտ երևալու տարբերությունները արդեն կախված է ջրի ջերմաստիճանից։ Հաշվի առնելով, որ այս տվյալ գետում կամ լճում ջուրը 8-ից 9 աստիճան է, ջերմաստիճանը, այս պայթերությամբ, արդեն կարող մի քանի օրերը ձգվի։ Նաև կապված է թե տվյալ պահին, տվյալ անձնավորությունը ընդունենք այս դեպքում երեխան ինչ սնունդ է օգտագործել, ինչքան է օգտագործել եւ այլն։ Իսկ դեռ հավանականություն, որ այստեղ ջրի մեջ կհայտնաբերվի մենք ոչ մի տարբերակ չենք բացառում, հույսներս չենք կորցնում, փորձում ենք անել ամեն ինչ, որ հայտնաբերենք երեխային։ Ընթացքում 2 տարեկան ու այսքան փոքր երեխաների նման դեպք չէ, 2 տարեկան երեխաներ չենք ունեցել, բայց տարբեր տարիքային երիտասարդներ, ավելի տարեցներ հանդիպել։ Ոնց էս լավ վիդեո ցուցադրեմ։
Հա, հեսա մի հատ լավ վիդեո ուղղակի գտնեմ, ստեղ։ Էսի բայց։ Արտեղ ինձ կարապետ գա։ Արկեղը օգտագործում ենք արևի ճառագայթների սպահելու համար, որ ավելի տեսանա։ Հա, այսպես տեսանենք։ Քում տեսանելիությունը մոտավորապես 50 սանտիմետր է կազմում։ Եվ նաև երևի ջրի աղտոտվածությունն է։ Ջրի աղտոտվածության պատճառը, եթե ջուրը ավելի մաքուր լինի, 2-3 մետր շարժվող արդեն տեսանելիություն ունենում ենք։ Ես այնտեղ կոշիկներ տեսա մանկական, դրանցից որևէ մեկը թերևս այն չէ, ինչ որևէ մեկ, հա, ճիշտ եմ հասկանում։ Մենք նույնիսկ մանկասակ երեխայի հագուստ հայտնաբերեցինք, անեցինք, բայց պարզվեց, որ այլ հագուստ է։ Տվյալ երեխային չի պատկանում։ Ամեն փոքր իր ինչը որ հայտնաբերում ենք, փորձում ենք հանել, հասկանալ, վերլուծել։